Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր օգոստոսի 1։ Անիրավների ճամփան մի մտիր, եւ մի քայլիր չարերի ճանապարհին, Առակաց 4 գլուխ 14-րդ խոսք։ Չար մարդկանց ճանապարհը կարող է հաճելի թվալ եւ նպատակին հասնելու ամենակարճ ուղին երևալ, բայց այն չար ճանապարհ է եւ վերջում կբերի կործանման։ Եթե սիրում ես քո Աստծուն եւ քո հոգին, ուրեմն հեռու մնա այդ ճանապարհից։ Չի ասվում պահիր պարզապես որոշ հեռավորություն, այլ ընդհանրապես մի քայլիր այդ ճանապարհով։ Երբեք մի մտածիր, թե արդեն բավականաչափ հեռացել ես դրանից։ Արդարների ճանապարհը լույսի ճանապարհ է, Քրիստոսն է նրանց ճանապարհը եւ նա է լույսը։ Սրբերը կատարյալ չեն լինի, մինչև չհասնեն երկինք, բայց այնտեղ նրանք կշողան ինչպես արևը իր ամբողջ զորությամբ։ Իսկ մեղքի ճանապարհը խավարի ճանապարհ է։ Անօրենների ճանապարհը խավար է, ուստի նաև վտանգավոր։ Նրանք ընկնում են մեղքի մեջ, բայց նույնիսկ չեն հասկանում, թե ինչպես խուսափեն դրանից։ Նրանք ընկնում են նեղությունների մեջ, սակայն երբեք չեն փորձում հասկանալ, թե ինչու է Աստված հակառակվում իրենց կամ ինչ ավարտ է ունենալու այդ ամենը։ Սա այն ճանապարհն է, որից մեզ պատվիրված է հեռու մնալ։ Աստծո խոսքին ուշադիր լսելը բարի նշան է, որ շնորհի գործը սկսել է մարդու սրտում, եւ միաժամանակ այն միջոցն է, որով այդ գործը շարունակվում ու աճում է։ Աստծո խոսքի մեջ կա հոգու բոլոր հիվանդությունների համար համապատասխան բժշկություն։ Թանկագին բարեկամ, ամենայն զգուշությամբ պահպանիր քո սիրտը։ Մենք պետք է խիստ հսկողություն սահմանենք մեր հոգու վրա, պահպանելով մեր սիրտը թե ուրիշներին վնաս պատճառելուց, թե ինքներս վնաս կրելուց։ Դրա համար կարևոր պատճառն այն է, որ սրտից են բխում կյանքի աղբյուրները։ Ամենից առավել մենք պետք է Տեր Հիսուսից խնդրենք այն կենդանի ջուրը, Սուրբ Հոգու սրբագործող շնորհը, որը մղում է դեպի հավիտենական կյանքը։